բարև ձեզ։ Ետերում փաստեր հաղորդաշարն է, որի ընթացքում մենք դիտարկում ենք քաղաքի կարևորագույն խնդիրները եւ դրանք ներկայացնում պետական եւ գլոբալ համատեքստում։ Այսօր անդրադառնալու ենք Գյումրու ամենակարևոր խնդիրներից մեկին աղքատության եւ գործազրկության հարցին։ Հիմնախնդիրը առավել ամբողջական պատկերացնելու համար նախ եւ առաջ պետք է համաշխարհային անդրադարձ իրականացնենք։ Տեղեկատվական հոսքերից տեսնում ենք, որ երկրագունդը գտնվում է քաոսային իրավիճակում։ Բոլոր խնդիրների պատճառը ընդամենը սոցիալական անարտարության մեջ է, այսինքն աղքատության։ Համաշխարհային բանկը հետազոտություն է անցկացնում մշտապես գլոբալ աղքատությունը դուրս բերելու համար։ Թվերը իրոք ահասարսուռ են։ Երկրագնդի բնակչության 11%-ը սովյալ է, այսինքն շուրջ 800 միլիոն մարդիկ։ 18%-ը ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում, իսկ երկրագնդի բնակչության գրեթե կեսը 3.5 միլիարդ մարդիկ աղքատ են, այսինքն նրանց օրական եկամուտը չի գերազանցում 2.5 ամերիկյան դոլարը։ Մինչդեռ համեմատության համար պետք է նշել ընդամենը մի բան, որ 500 ամենահարուստ մարդկանց եկամուտները եւ ընդհանրապես կապիտալը ավելին է, քան երկրագնդի բնակչության կեսի ողջ եկամուտները։ Խնդրի ամբողջական բացատրությունը կարելի է գտնել աշխարհաքաղաքականության մեջ։ Այսպես, հարուստ հյուսիս եւ աղքատ հարավ ձևավորում է երկակի բևեռվածություն եւ հյուսիսի եւ հարավի արճակատման տեսությունն է, որ այստեղ բացատրելու է գալիս ներկա իրավիճակը։ Այսպես 20 ամենահարուստ պետությունների եւ ամենաաղքատ 20-յակի միջև եկամուտների, միջին եկամուտների հարաբերակցությունը 40 անգամ մեծ է։ Այսինքն աղքատ երկրի բնակիչը հստակորեն տեսնում է, որ իր հարևանը իրենից 40 անգամ ավելի լավ է ապրում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում աղքատությունը կազմում է 32%։ Այսինքն թվային արտահայտությամբ շուրջ 1 միլիոն մարդ Հայաստանում աղքատ է։ Պետական վիճակագրությունը հիմնվում է սեփական մեթոդաբանության վրա, իսկ ինչպես կարելի է այլ պետությունների կամ գլոբալ մակարդակով համեմատականներ անցկացնել։ Դրա համար կրկին դիմում ենք Համաշխարհային բանկի հետազոտություններին, իսկ այստեղ պատկերը առավել մտահոգիչ է։ Հայաստանում ծայրահեղ աղքատ են բնակչության 2.5%-ը, այսինքն 75,000 մարդիկ օրական մեկ շնչի հաշվարկով ընդամենը $1.25 գումար ունեն, 600 դրամից ոչ ավելին։ Իսկ բնակչության 70%-ը, այսինքն թվային արտահայտությամբ 2.100.000-ից ավել մարդիկ կրկին համարվում են աղքատ, քանի որ մեկ շնչի հաշվարկով եկամուտը չի գերազանցում 4 Միացյալ Նահանգների դոլարը։ Աղքատությունը հաղթարելու համար մենք ունենք մեկ հիմնական ռեսուրս՝ աշխատանք, չէ՞։ Իսկ աշխատանքը մենք վաճառում ենք։ Եվ որպեսզի մեր աշխատանքը հնարավորինս թանկ վաճառենք, պետք է որակավորված մասնագետ լինել։ Սա այն իդեալական վիճակն է, որին մենք ձգտում ենք, սակայն իրականությունը ամենևին էլ այդպես չէ։ Այսօր կան հազարավոր երիտասարդներ, հենց երիտասարդների առումով են փորձում խնդիրը ներկայացնել, ովքեր ցկտում են ստանալ կրթություն։ Կան եւս հազարավոր երիտասարդներ, ովքեր թեև ստացել են բարձրագույն կրթություն, սակայն աշխատանքային շուկայում չեն կարողանում ռեալիզացվել, նրանց պահանջարկը գործնականում չկա։ Եվ կա եւս մի խումբ գործատուներ, ովքեր ցանկանում են որակյալ մասնակիցներ, սակայն աշխատաշուկայի պարագայում չեն կարողանում գտնել այդպիսիք։ Իրենց խնդրի պարզաբանման համար փաստեր հաղորդաշարին են դիմել տարբեր մարդիկ եւ վերը նշված 3 խմբերի մասնավոր դեպքերի պարզաբանման համար մենք ներկայացնում ենք անավարտ հույսեր ռեպորտաժը։ Աշխատանքային օրը սկսվում է դպրոցի ճաշարանից։ Ճաշատեսակները պատրաստելուց հետո Տիգրանն անցնում է սեղանների նախապատրաստման գործին։ Տիգրանը նաև սրճարանում է աշխատում, զուգահեռ սովորում է։ Մոտ 2 տարի զբաղվում եմ այս աշխատանքով, ուղղակի Հայաստանում, կոնկրետ մեր մարզում հնարավոր չէ թեկուզ երիտասարդության համար այն հնարավորությունները տրված չեն, որպեսզի կարողանանք զբաղվել մասնագիտական առումով աշխատանքներով եւ ընդհանրապես։ Ուղղակի այս աշխատանքով դա միջոց է, որպեսզի մարդ գոյատևի եւ հնարավորություն ունենա սովորել այդ վաստակած գումարով բարձրագույն հաստատությունում։ Եթե Տիգրանի ջանքերը ապարդյուն լինեն, նա էլ հայրուրավոր երիտասարդների նման կհրաժարվի իր երազանքներից ու կբռնի արտերկրի ճամփան։ Ինքս որպես երիտասարդ նաև ցանկություն կունենայի
աշխատել ինչու՞ չէ նաև դրսում, քանի որ հնարավորությունը տրվում է մարդուն։ Իսկ Հայաստանում այդ հնարավորությունը կոնկրետ մեր մարզում կարծում եմ, որ չկա, որ կարողանաս ինչ-որ բան անել եւ դու ինքդ բավական լինել քո աշխատանքից։ Ամեն օր տանից դուրս գալուց հույսով եմ, որ այսօրը կստացվի աշխատանք գտնել։ Ուղղակի ամեն անգամ ինչ որ կառույց, դպրոց, մանկապարտեզ դիմելուց պատճառաբանում եմ աշխատանքային փորձի բացակայությունը ու դրա հետ են կապում աշխատանք տրամադրելու խնդիրը։ Այդ խնդիրը մենակ իմ հետ կապված չէ, հիմա երիտասարդների մեծ մասն էլ առնչվում են այդ խնդրին, խնդրում են աշխատանք ու հենց աշխատանքային փորձի բացակայության պատճառով չեն կարողանում ինչ-որ աշխատանք գտնել, հատկապես հենց իրենց մասնագիտությամբ։ Ի տարբերություն Տիգրանի, Սյուզաննան հնարավորություն ունեցել է ուսում ստանալ։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտն է ավարտել, մինչև հիմա աշխատանք չունի։ 6 տարի սովորել եմ որպես հոկեբան ու չեմ կարող մի վայրկյանում փոխել մասնագիտությունս, այլ մասնագիտություն ընտրելու։ Սպասարկման ոլորտում կաշխատեի։ Չէ։ Ոչ թե խնդիրը հենց այդ սպասարկման ոլորտի հետ է կապված, չէ, ուղղակի ես նորմալ եմ ընդունում բոլոր աշխատանքները, ուղղակի չէ, ես ինձ չեմ պատկերացնում այդ ոլորտում։ Սպասարկում, սա այն ոլորտն է, որտեղ որոշակիորեն կա աշխատանք։ Միայն թե այս դեպքում քիչ է աշխատել ցանկացողների թիվը։ Հայտարարություն էինք տվել աշխատանքի համար, օրը 50 հոգի, ասենք զանգ էինք, ասենք ժամերը, աշխատավարձը ու կախենք։ Ասենք եդի։ Ասենք 1000-ից մեկը կարող ասենք մինչ որ մեր երկու ավել հարց տար, որտեվ ինքը գոնե աշխատել է պատկերացնել։ Ասենք պարզ է, խոսքի գործ չկա, մարդիկ չեն պատկերացնել այդ պրոցեսը, բայց դե որ փորձեն, ասենք ինձ թվա կստացվի։ Ուսանողական տարիներից Արամը սկսել է առևտրով զբաղվել։ Հիմա նա հաջողությունների հասել է ու համոզված է, միայն ցանկություն է պետք։ Ցանկացած գործ համարում եմ, ասենք, նորմալ, իսկ խանութում աշխատելը դա իրանով առևտուր է։ Այսօրվա դերությամբ, ասենք, իշխոր մարդիկ կարող են, ասենք, մեկենա նորոգեն, ասենք, մի ադեմ ինչ-որ, ասենք, ասվալտ փետլեն են մեկի մոտը շինարարությունը կստացվի, առևտուրը ինքը իրանով մի ադեմ մեծ բնակավար է։ Այսօր բարձրագույն ավարտի համար շատ է հարմար է։ Տիգրանը աշխատելով մի քանի տեղում ջանում է ուսում ստանալ, հետագայում հիմնական աշխատանք ձեռք բերելու համար։ Սյուզաննան էլ Տիգրանի նման երազել է սովորել։ Հիմա նա արդեն ավարտել է, սակայն երազանքն անավարտ է մնացել։ Սյուզաննան հիմա գործազուրկ է։ Իսկ Արամը թե Տիգրանին, թե Անահիտին առաջարկում է լուծման իր տարբերակը, անել այն, ինչ ավելի մեծ շահույթ կբերի, մի կողմ թողնելով բոլոր երազանքները։ Նրանց պատմությունները թեև տարբեր են, բայց ամբողջությամբ վեր են հանում երկրում առկա վիճակը։ Պետության վարած քաղաքականությունն է սխալ, թե քաղաքացիների մոտեցումը խնդրին դժվար է ասել։ Մի բան հստակ է, գործազրկությունն այսօր գերխնդիր է։ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, դա ամրագրված է սահմանադրությամբ հոդված 1։ Սա նշանակում է, որ այն փոփոխության ենթակա չէ, ինչը նաև ենթադրում է, որ մեր պետությունը միտված է սոցիալական հնարավորություններ ընձեռելու հասարակությանը, ապահովելու սոցիալական արտարությունը պետության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 105,000 ընտանիքների տրամադրում է սոցիալական եւ ընտանեկան նպաստներ, փորձելով ինչ-որ ձևով լուծել նրանց կենսապահովման հարցը։ Դա իրականում խնդրի լուծում չէ, դա միայն ժամանակավոր հարթեցում է։ Իսկ գործազրկության մակարդակը շարունակում է բավականին բարձր մնալ՝ 17.6%։ Սա այն էլ պետական վիճակագրության տվյալներով, այսինքն իրական պատկերը համոզված ենք, որ շատ ավելի բարձր է։ Ինչ է առաջարկում պետությունը, գործադիրը եւ համայնքային իշխանությունները խնդրի կարգավորման համար։ Հենց դրա մասին է պատմում չօգտագործվող հնարավորություններ ռեպորտաժը։
Գործազրկության խնդրի կարգավորման համար գործում են զբաղվածության կենտրոնները։ Քաղաքացիները նախ գրանցվում, ապա գործազուրկի կարգավիճակ են ստանում, այնուհետ սպասում աշխատանքի լավ առաջարկի։ Մենք ծառայություն ենք մատուցում եւ գործազուրկի եւ գործատուի համար։ Մի շարք ծրագրեր այդ ուղղությամբ իրականացվում են, միայն թե ոչ միշտ է դա տեսանելի արդյունքներ տալիս։ Աշխատանքը փնտրողների թիվը մեծ է, համապատասխան աշխատանք էլ չկա։ Պետություն, գործատու աշխատանք։ Փոխադարձ կապը մեր մարզում դեռ կայացած չէ։ Աշխատանք փնտրող քաղաքացիների մեծ բանակը պայմանավորված է նաև այս կապի կայացած չլինելու հանգամանքով։ Մենք այցելում ենք գործատուին, բերում ենք դաշտ, բերում ենք զբաղվածության ծառայություն։ Մարդը իր թափուր աշխատատեղերը համալրում է մեր միջոցով, իսկ դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր դիմել են զբաղվածության կենտրոն, փնտրում են աշխատանք, մենք ավելի շուտ օգնենք, այդ մարդուն դարձնենք մրցունակ ու տեղավորենք աշխատանքի։ Գործազուրկները հիմնականում միջին տարիքի մարդիկ են, որոնց համար աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է։ Մեծ թիվ կազմում են իգական սեռի ներկայացուցիչները։ Գյումրու զբաղվածության կենտրոնում գրանցված է 11447 մարդ։ Նրանցից միայն 9974-ն ունեն գործազուրկի կարգավիճակ։ 500 մարդ գտել է արդեն աշխատանք այս 8 ամիսների ընթացքում։ Սա հիմնական աշխատանք են գտել։ 94 մարդու համար մենք զբաղվածության ծրագրեր ենք իրականացրել միայն գործատուների խրախուսման տարբեր ծրագրերի միջոցով։ Դա աշխատավարձի փոխհատուցման ծրագիր է, աշխատավարձի միանվագ փոխհատուցման ծրագիր է, երբ որ մենք միանվագ աջակցություն ենք տրամադրում գործատուին, որպեսզի ինքը գործազուրկին վերցնի աշխատանքի։ 2014 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները հարուցեցին բնակչության դժգոհությունը, շրջանառությունից հանվեց գործազուրկներին տրվող նպաստը, արդյոք դա արվեց ի օգուտ գործազուրկների։ Եթե նախկինում 18000 դրամ էինք տալիս մարդուն, հիմա նա հնարավորություն ունի պետությունից անհատույց աջակցություն ստանա 1 միլիոն, դնի իր գործը, իր սեփական բիզնեսը ստեղծի, ձեռնարկատիրությամբ զբաղվի եւ ապահովի իր ընտանիքի, իր աշխատանքի իրավունքը, իրացնի։ Տեսեք, որտեղ է 18000 դրամ, որտեղ է 1 միլիոնը։ Թե որքանով է որոշումը արդյունավետ եղել, ցույց կտա միայն ժամանակը։ Մի շարք այլ ծրագրեր եւս ստեղծված են ի նպաստ զբաղվածության խթանման։ Սեզոնային զբաղվածության ծրագիրը, գյուղատնտեսության աջակցության ծրագիր է սա։ Ինչ է արվում, մարդը սոցիալապես հատկապես անապահով ընտանիքներին այս ծրագիրը աջակցություն տրամադրում, երբ որ մարդուն մենք ֆինանսավորում ենք, ասում ենք հարգելիս, դու գնա ձեր հողը մշակի եւ ձեր հողի վրա ստացի բարիքներ, պետությունը մինչև մեկ տնտեսությանը կարող է 350,000 դրամ անհատույց աջակցություն տրամադրի, որպեսզի ինքը իր գյուղատնտեսական նշանակության հողերը օգտագործի ու բարիքներ ստանա։ Կա ՄԱԿ-ի ՅՈՒՆԻԴՕ ծրագիր։ Ծրագիրը երիտասարդ ձեռնարկատերերի համար է 18-ից 35 տարեկան եւ 2 տարի մեր մարզում այդ ծրագիրը իրականացում է։ Արգենտինահայ գործարարներ հետաքրքրվել են եւ մեր Մայիսյանի հացատու ընկերությունում մանրամասն ուսումնասիրություններ են կատարել եւ պատրաստում են ներդրումներ անել, կարելի ասել նույնիսկ գրեթե անտոգոս վարկ տրամադրում են։ Նոր աշխատատեղերի ստեղծման հետ կապված, այսինքն որը իր հետ նաև գործազրկության նվազմանը կնպաստի, այսօրվա դրությամբ իմ կարծիքով նպաստում է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների 20-ից ավել, մոտ 25 ընկերություններ են արդեն գործում, սկսնակ ընկերություններ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Գյումրի քաղաք, որի հետ նաև Վարդան Սրմաքեշը շվեյցարացի բարերար, հայ բարերար այցելեցին Գյումրի եւ առաջարկ եղավ Սրմաքեշի կողմից մեր քաղաքում մանր միջին խոշոր բիզնեսի զարգացման համար տրամադրել վարկ 10 միլիոն դոլարի կարգի եւ 5% տրուկաչափով 7 տարի ժամկետով։ Ասեմ, որ դա բավականին ցածր տրուկաչափ է տոկոսային առումով, որտեղ որևէ բանկ այդպիսի տոկոսային տրուկաչափով վարկեր չի տրամադրում։ Դա մեծ շատ հիանալի առաջարկություններ եւ արդեն հայտարարությունը տրված է
մենք առաջարկել ենք, կան նաև մարդիկ, ովքեր ուզում են վերցնել այդ վարկը։ Թեև ծրագրեր կան, դրանք կյանքի կոչվում են, միևնույնն է, տարեց տարի աճում է գործազրկության ցուցանիշը։ Իրականում այն գերազանցում է պաշտոնական տվյալները։ Կա նաև թաքնված գործազրկություն։ Շատերը զբաղված են արտագնա աշխատանքով։ Որոշ մարդիկ էլ տարբեր պատճառներով խուսափում են գրանցվելուց։ Արդյունքում եղած թվային տվյալները ամբողջապես չեն արտացոլում ճշգրիտ պատկերը։ Որքանով են արդյունավետ պետության կողմից կյանքի կոչվող ծրագրերը։ Թվում էր, թե իդեալական պայմաններ են ստեղծած։ Պետությունը անհատույց գումար է հատկացնում, որ դու քո աշխատանքը բացես եւ աշխատատեղեր ստեղծես նաեւ ուրիշների համար։ Դա մի կողմից։ Մյուս կողմից համայնքային մակարդակով արտոնյալ վարկեր են տրամադրում, երբ որ համեմատական ենք վերցնում սպառողական կամ այլ բնույթի վարկերի հետ անհամեմատ ցածր տոկոսներով։ Նման պայմաններում անգամ Շիրակի մարզը բացասաբար է տարբերվում Հայաստանի Հանրապետության մնացյալ մարզերից։ Մեր մարզը առաջինն է եւ գործազրկության, եւ աղքատության տվյալներով։ Այսպես, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Շիրակի մարզի աղքատության ցուցանիշը պետականորեն 45.9% է, իսկ գործազրկությունը 21.6%։ Քաղաքներում պատկերը էլ ավելի վատ է։ Գործազրկությունը մարզի 3 քաղաքներում միջին հաշվով կազմում է 33.3%։ Նման ցուցիչներից ելնելով Շիրակի մարզը պետք է այնպիսի կարգավիճակ ստանար, որ հնարավորություն ունենայինք հաղթահարելու եւ աղքատությունը եւ գործազրկությունը։ Սակայն ինչպես պետք է պետականորեն ներկայացվեին այդպիսի նախագծեր եւ ամենակարևորը ովքեր պետք է ներկայացնային։ Հիմնական օղակը պարզ է, դա խորհրդարանն է։ Իհարկե բոլոր 131 պատգամավորները իրենց պատասխանատվության մասնաբաժինն ունեն այս խնդրի կարգավորման համար, սակայն մեծամասնական ընտրակարգով հենց Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորները կրկնակի են պարտավորված, որովհետև մենք ենք իրենց ընտրել, որպեսզի լինեն ազգային ժողովում մեր մունետիկները։ Մենք փորձեցինք կապ հաստատել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ, որպեսզի հստակեցնենք, թե գործազրկության եւ աղքատության առումով նրանք ինչպիսի դիրքորոշում ունեն, ինչպիսի նախագծեր են կյանքի կոչել մինչեւ օրս։ Որոշ պատգամավորներ հրաժարվեցին ընդհանրապես կարծիք արտահայտել։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն մյուսները։ Պետությունը ինքը ուղղորդող կարող է լինել, ոչ թե պարտադրող։ Դա մենը քաղաքականության վարելու խնդիր է, դա ինչ որ ազգային ժողովի հարցի որ բարձրացնենք, այնտեղ ազգային ժողովում հարց են բարձրացնում օրենքների մշակման, փոխման, ավելացման կամ նոր օրենքների համար։ Ազգային ժողովում գործազրկության հարց բարձրացնել օրենքները այդ կարող է թոշակների հետ կապված լինի գործազրկին թոշակ տալիս կողմենք, բայց ուրիշ բան չի կարող լինել։ Կոնկրետ աշխատատեղերի հետ կապված ինձ համար սա շատ, այսպես ասեմ, մշուշոտ եւ բարդ հարց է, սրա լուծումը կոնկրետ թե ինչպես։ Բնականաբար պետք է փորձվի կոնկրետ ներդրողներ գտնել դրսից եւ մի փոքր արտոնություններ տրամադրվի նույն ներդրողներին, իսկ կոնկրետ սա որպես հարց, որ ես որպես պատգամավոր ազգային ժողովում բարձրացնեմ կամ չբարձրացնեմ, հարց բարձրացնելը հիմնականում պայմանավորված է նրանով, որ եթե հարցը բարձրացնում ես, արդյոք այդ հարցի լուծումը կա, եթե հենց այնպես հարցը բարձրացնելու համար չես բարձրացնում, հիմնականում ես որպես պատգամավոր աշխատում եմ հարցերը բարձրացնել այն հարցերը, որոնք որ զգում ես, որ այսօր պետությունը, կառավարությունը հնարավորություն ունի այդ հարցերի լուծումները տալու։ Այն հարցին, որ պետական ստրուկտուրաները փորձում են աջակցել եւ այլն, որովհետեւ նվազեցնեն գործազրկությունը, իհարկե փորձում են։ Այս թե ինչքանով է ստացվում, ինչքանով չի ստացվում, արդեն դա հարցի մեկ այլ կողմն է։ Բոլորն էլ տեղյակ են, մեր իշխանությունները մեզ չի որ տեղյակ չեն, մեզ չի որ պետք է ավելորդ անգամ խոսել դրա մասին, խոսում ենք, բայց ավելորդ անգամ զբաղվել, չգիտեմ, դեմագոգիայով պետք չի։ Հստակ հասկանալի է, որ պատգամավորները այս խնդրի կապակցությամբ որևէ լուծում չեն տալիս։ Նրանք անգամ նախագծեր չեն ներկայացրել ազգային ժողով, որոշ դեպքերում հիմնավորելով, թե դրանք ուղղակի անիմաստ կլինեն, սակայն
վստահություն չկա, թե ինչպիսի արդյունք կունենա ցանկացած նախագիծ, որը կներկայացվի խորհրդարանը։ Ամեն դեպքում մենք մեր կողմից ասում ենք, որ ցանկացած հասարակական խնդիր, այդ թվում նաև այս գործազրկության, աղքատության եւ ցանկացած նմանատիպ այլ խնդիր մենք բարձրաձայնելու ենք այս տաղավարից, հետևելու ենք, որ այն անպայման կարգավորվի։ Հետայսու մենք կներկայացնենք քաղաքի կարևորագույն խնդիրները եւ դրանք կդիտարկենք պետական եւ գլոբալ համատեքստում։ Բարին ընդ ձեզ։